Շատ ազգայիններ եւ շատ հայրենասեր եւ դերևս ավելի երիտասարդ տարիքից ընդգրկված է եղել տարբեր աշխատանքներում եւ ընթացքը իր կարիերայի շատ համաչափ է ստացվել դրա համար էլ երբ նախարար էր մեծ փորձառու էր եւ հնարավորինս կարողացավ նպաստել Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, նա մեծ դերակատարում ունի, որպես միջկառավարական հանձնաժողովի նախագահ Հայաստան-Իրան բավականին լուրջ ներդրում ունի նաև Իրան-Հայաստան փոխհարաբերություններում, զուսպ էր, երբեք իր արդյունքներից չէր խոսում եւ երբեք իր արժևորումը տեսնում էր իր աշխատանքում եւ չէր նայում, թե ինչպիսի գնահատականներ են տալիս իրեն եւ ոչ էլ այդ դաշտն էր ստեղծում։ Պարզապես աշխատում էր օրը գիշեր։ Տարիներ կար, որ անընդհատ այնպիսի իրավիճակ էր, որ տարվա ընթացքում կարծեք թե ինքնաթիռների մեջ էր անցկացնում, որովհետեւ հրատապ խնդիրներ կար լուծելու։ Բացի դրանից շատ զուսպ ընկեր էր եւ շատ զգուշ էր ընկերների նկատմամբ գնահատում էր բոլորին, երբեք առիթներ չէր ստեղծում, որ իր մասին խոսք ասեին, բայց դե բնական է մենք բոլորս էլ գնահատում ենք եւ շատ հրաշալի էր լինում, երբ Արմենի հետ որևէ ազատ միջոցառման մեջ էր լինում, հարսանիք, ծնունդ կամ ընկերական շրջապատ, գնահատվում էր բոլորի կողմից, որովհետեւ նաեւ դերակատարումը շատ բարձր էր, նաև քննադատվում էր ընդդիմության կողմից, դա քաղաքական դաշտ է, դա էլ պիտի լիներ, համենայն դեպս վրեժով չէր խոսում որևէ մեկի հետ, թե ընդդիմության, թե նույնիսկ այն ոչ բարեկիրթ հայտարարությունների իր նկատմամբ երբեք չէր հակադարձում եւ երբեք չէր ցույց տալիս, որ ինքը որևէ մեկից վիրավորված էր։ Կարծում եմ այդպես էլ առանց վիրավորվելու կյանքից հեռացավ։ Գիտեք, ես ճանաչել եմ Արմենին դեռ ինքը նախարար չէր եւ այդ ժամանակ եղել է շփումները եւ մենք կուսակցական ընկերներ ենք, այնուհետեւ ինքը նախարար էր, երկար տարիներ նախարար էր, բարեբարաբար եղել է շփումները, եղել է դա շատ հարգալից հարաբերությունների մակարդակ, ինքը շատ կարևոր ոլորտ էր ղեկավարում, ինքը շատ ծանրաբեռնված էր, ինքը շատ նախաձեռնություններ ուներ եւ գիտեք, ճիշտ ասած, անսպասելի եւ անկնկալ էր այն, որ ինքը հիվանդ էր եւ մահացավ։ Ես չգիտեի, որ ինքը հիվանդ էր, որտեղ այս վերջի ժամանակ նախարար դուրս գալուց հետո մեկ անգամ ենք հանդիպել, շատ անակնկալ էր, իհարկե բոլորիս համար ցավ էր, որտեղ ընկեր է, վերջը հարաբերվել ենք այս ամբողջ տարիների ընթացքում, իհարկե ցավ էր։ Ինչքանով հետո շփվել եմ, շատ եռանդուն, կազմակերպված, դրա համար օրինակ Կամարիի համար այդ լուրը շատ ասեմ անսպասելի այդպես չգիտեինք, որ հիվանդ է, բայց այնուամենայնիվ ինչ ես կարող հաշտվել այդ մտքի հետ։